Ընտրությունների մի քանի օր է մնացել եւ դու ուզում ես անպայման ճիշտ որոշում կայացնել եւ ձայնդ հանկարծ չտալ անարժանին։ Եվ քանի որ հիմա թե բանավեճերի, թե հարցազրույցների ժամանակ գիտակցված միտքը խեղդվում է հայհոյանքների եւ ամբովանդակ ինչ-որ աղմուկի մեջ, Մարտական եղբայրություն միաբանությունը կազմել է հարցաշար եւ այդ հարցաշարով հյուր ենք գնում քաղաքական այն ուժերին, որ համաձայնել են պատասխանել մեր հարցերին։ Գնացինք։ Բարև ձեզ, պարոն Մարուքյան։ Բարև ձեզ։ Տեղեկացնեմ, որ Մարտական եղբայրություն միաբանությունը, քանի որ ընտրություններին չի մասնակցում իր կողմից նախաձեռնված այդ ազգային հեղափոխություն կուսակցությունը պետրեգիստրը չի գրանցել ծրագրի պատճառով, մենք փորձել ենք անմասն չմնալ ընտրություններից ու փորձել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ կապի դուրս գալ, որոշներ արձագանքել են, շնորհակալություն նաև ձեզ, որ արձագանքել եք, պատրաստ եք եղել պատասխանել մեր կողմից առաջ քաշված հիմնական կարևորագույն հարցերին, քանի որ այս պահին առհասարակ քաղաքական դաշտում հիմնականում հայոախառն քարոզարշավ է տեղի ունենում ու բուն նյութը, որ ասում ես որտեղ եք եղբայրներ, քույրեր, որտեղ եք դուք իրար հակասում, չի լսվում։ Ես օրինակ երեք փորձել եմ մեր ընկերներից մեկի մոտ կարդալ օրինակ ուժեղ Հայաստանի քաղաքական ծրագրից հատված Ադրբեջանի վերաբերող եւ քաղաքացիական պայմանագրից մարդը չի կարող տարբերել որն է ուժեղ Հայաստանի ծրագիրը, որը քաղաքացիական պայմանագրի, դրանք իրար այդքան նման են։ Հիմա դրա համար մենք փորձել ենք այս նախաձեռնությունը իրականացնել։ Շնորհակալություն, որ համաձայնվել եք անցնենք հիմնական հարցերին։ Սիրով։ Առաջի հարցն է, ինչպեսին է ձեր գնահատական կամ վերաբերմունքը նոյեմբերի 20 թվականի նոյեմբերի 9-ի երակոմ հայտարարությանը ու հնարավորության դեպքում օրինակ եթե ձեր ուժը հաղթի ընտրություններում կամ հետագայում ինչ որ իրավիճակում հայտնվի կամ կոալիցիոն կառավարության մեջ կամ ինչ որ ձև ազդեցություն ունենա նոյեմբերի 9-ի փաստաթղթից այդ հայտարարության փաստաթղթից Հայաստանի Հանրապետության ստորագրությունը հետ կկանչվի, հետ չի կանչվի կամ հայտարարվի որ դա գոյություն չունեցող փաստաթուղթ է։ Դուք ինչպես եք դրան վերաբերվում։ Ուրեմն այս փուլում փաստաթուղթը մենք կարծում ենք որ այլևս գոյություն չունի, երբ որ այն գոյություն ուներ դեռևս մինչև TRIP-ի ստորագրումը Վաշինգտոնում, մենք առաջարկել ենք փաստաթղթի շրջանակներում Ադրբեջանին մերժել արտոնյալ ճանապարհի տրամադրումը։ Հետևյալ սկզբունքով, որ չկա Արցախ, ուրեմն չկա նաև արտոնյալ ճանապարհ տալու Ադրբեջանին, արտոնյալ ճանապարհ տալու որևէ պարտավորություն։ Տեսեք, միշտ սկսած անգամ Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից Հայաստանի կողմից այդ արտոնյալ ճանապարհը տալու, այդ որ ասում են Մեղրի ծրագիր, չգիտեմ ինչ, չէ, այդ ծրագիրը քննարկվել է միայն Լեռնային Ղարաբաղի լինելիության հետ, այսինքն Լեռնային Ղարաբաղ կարգավիճակ, Լեռնային Ղարաբաղ հայ մարդիկ, Լեռնային Ղարաբաղ հայություն, ինչ որ կարգավիճակներ ու Հայաստանը, մայր Հայաստանը իր տարածքից ինչ որ զիջման է գնում դրա համար։ Նոյեմբերի 9-ը ստորագրվում է մի պահի, երբ որ մենք ըստ էության գտնվել ենք շատ ծանր վիճակում, բայց այդ պարտությունը նաև մի քիչ շատ բարդ է նկարագրել պարտություն, որտեղ նոյեմբերի 9-ը մի ստատուս քվո էր պահում, որտեղ Ալիևը չնայած հաղթել էր, բայց չէր կարող գալ Ստեփանակերտ։ Ալիևը հաղթել էր, իր դրոշը չէր կարող ծածանել Ստեփանակերտում։ Ալիևը հաղթել էր, Հայաստանին տվել էր Միջանցք։ Եվ այսինքն բազմաթիվ կոմպոնենտներով այդ փաստաթուղթը ես կարծում եմ թերագնահատված փաստաթուղթ է եղել եւ այն պետք էր փայփայել։ Այս փուլում այդ փաստաթուղթը գոյություն չունի, այսինքն դա ինչը հայտարարեն որ չկա։ Ինչու գոյություն չունի, որովհետեւ երբ որ վարչապետ Փաշինյանը արտգործնախարարի հետ եւ մյուսների հետ Վաշինգտոնում ստորագրել է TRIP-ը, ինքը այդ փաստաթղթի եղած պարտավորությունը, որը մեր կարծիքով այլևս առոչինչ էր, որովհետեւ չկար Ղարաբաղը, այդ փաստաթղթից տեղափոխել է TRIP եւ TRIP-ով տվել է։ Հետեւաբար եթե որևէ մեկը ուզում է այդ փաստաթղթի թեմայի դեմ կռիվ տա, պետք է գնա TRIP-ի դեմ պայքարի, որովհետեւ այդ փաստաթղթով տրամադրված արտոնյալ ճանապարհի հարցը այլևս տեղափոխվել եւ իրագործման փուլում է TRIP-ի շրջանակներում։ Իսկ մնացած կոմպոնենտները, որը մեր մայր համար է, օրինակ Լեռնային Ղարաբաղի շփման գիծ, խաղաղապահներ, հայերի այնտեղ ապրելը, Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը, որտեղ եթե այդ փաստաթուղթը դուք կարդաք, այնտեղ գրված չի որ Ադրբեջանի մաս է Ղարաբաղը եւ Լեռնային Ղարաբաղը քաղաքական կարգավիճակ ունի նկարագրության որ խորանակ այդպիսին է։ Այսինքն այդ բոլոր կոմպոնենտներն այլևս գոյություն չունեն։ Միակ բանը, որի դեմ պետք էր պայքարել, դա արտոնյալ ճանապարհ չտալու հարցն էր, որը մեզ չլսեցին եւ չուզեցան օգտագործել այդ փաստաթուղթը չտալու համար։ Շատերը պնդում էին որ օգտագործել տալու համար,
դա արդեն Ղարաբաղը չեղած ժամանակ բացարձակապես չէր կարելի, որը որ արվել է տրիպով էլի։ Այսինքն պետք էր այն օգտագործել չտալու համար, որից ասում էի վերադարձեք Երակոմ եւ ասեք որ չկա Ղարաբաղ, չկա խաղաղապահ, չկա շփման գիծ, 150 տալի հիմա 150,000 փախստականներ այստեղ են, Պուտին, Ալիև, էսե մենք ասում ենք, որ այս մասով որևէ պարտավորություն չունենք այլևս եւ ստորագրությունը հետ ենք կանչում։ Դա այն պահն էր, որ դեռ քննարկվում էր այդ դրաշրջանակներում, ռուսները հրավիրում էին նաեւ այդ քննարկմանը, Հայաստանը մերժեց դրան մասնակցել, Իշահ Ալիևի եւ գնաց արևմտյան հարթակներ։ Արևմտյան հարթակներում տրվեց միջանցք։ Հաջորդ հարցը, հա, 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց երկու փաստաթուղթ։ Ու հռչակագրային մակարդակով այդ որոնցից մեկը հենց թրիպ ծրագիրն էր։ Այդ թրիպի հետ կապված ձեր դիրքորոշումը ինչպիսին է։ Ես արդեն ըստ էության թրիպի վերաբերյալ մեր դիրքորոշումը արտահայտեցի։ Չկա Ղարաբաղ, չկա արտոնյալ ճանապարհ։ Այսինքն այն ոչ մի բանի դիմաց Մայր Հայաստանի տարածքից զիջում է, այն դեպքում որ Ղարաբաղը չկա։ Մարդիկ կան որ պնդում են դե կռիվ ենք պարտվել, բա ինչ անենք, պետք է տայինք, ոչ, այդ կռիվ պարտվելու թեման այն թեման է, որ հազարավոր մարդիկ իրենց կյանքը տվել են, որի արդյունքում ծնվել է նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ը զուտ կռիվ պարտության հարց չի, այնտեղ բազմաթիվ հարցեր մեր շահերը պաշտպանված են այս մասով։ Այսինքն թե մենք կռիվ ենք կռվել, պետք է դա չլներ։ Հետեւաբար այդ մարդկանց զոհությունը ըստ էության նոյեմբերի 9-ից հետո ջուրն է լցվել նույն թրիփով։ Իմիջիայինի մարտական եղբայրության միաբանությունն ասում է մենք այդքանի չեն կրվել, ինչքանի մեզանից ստանում են։ Դե մեծ հաշվով հա նոյեմբերի 9-ով են ավելի շատ։ Նայեք, եթե մենք ի սկզբանե այդ կռիվը չունենայինք, չէ, այսինքն խաղաղության պլանը չի իրականացվել, դա մերժվել է, դա մի փուլ է, բայց նոյեմբերի 9-ի մասով, որ ասում են կապիտուլյացիա է, էմոցիաների տակ ես էլ եմ ասել առաջ օրը որ բայց վերջին հաշվով որ խորանում ենք, հետո գնահատել ենք փաստաթուղթը ավելի մանրամասն, հասկացել ենք որ չէ։ Սա հնարավորինի արվեստի մեջ նվազագույնն է, սա պետքա փայփայել։ Երբ որ մենք սկսել ենք դրա վերաբերյալ քայլեր անել, որ այս փաստաթուղթը պետքա պաշտպանել, խորհրդարանական օպոզիցիան շարունակել է դրա դեմ պայքարել, ասել որ դա կապիտուլյացիա է, եւ վերջում այդ փաստաթուղթը չկա Ղարաբաղը, չկա այդ փաստաթուղթը, ունենք փախստականներ եւ ունենք Ամերիկայում տված միջանցք, որ ես կարծում եմ, որ ոչ մի բանի դիմաց է։ Ձեր քաղաքական ուժը, այսինքն իշխանություն գալու դեպքում կամ իշխանության մաս կազմելու դեպքում ամեն ինչ անել է, որպեսզի թրիպը չեղարկվի։ Ուրեմն տեսեք, թրիպը այն ձևով, ինչ ձևով, որ այսօր ստորագրված է։ Թրիպը ստորագրված է արդեն, այն նախաստորագրված չի, հստակ պարտավորություններ ենք ստանձնել։ Ես կարծում եմ, որ այն կարելի է բանակցել եւ ստանալ դրա ոնց որ հայլայինը Ադրբեջանում, այսինքն նույն կերպ ճանապարհ, որը որ էլի արտոնյալ պայմաններով կլինի, որը մեզ կկապի Ռուսաստանի Դաշնության հետ եւ Լարսից կպրծնենք։ Այսինքն եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ այս պարտավորությունը արդեն ստորագրված է պետության կողմից, պարտավոր ենք դա անել Ամերիկայի հանդեպ, Ադրբեջանի հանդեպ, բնականաբար կարելի է ժամանակ նոր ադմինիստրացիա կարելի է ամերիկյան, հա, կարելի է աշխատանք տանել, որ նույնը բովանդակությամբ մենք ստանանք Ադրբեջանով։ Հաջորդ հարցը 25 թվականի օգոստոսի 8-ի նախաստորագրված է խաղաղության պայմանագրի հետ կապված։ Ես գիտեմ, մենք լսել ենք, որ դուք բազմաթիվ անգամ սրա մասին դիրքորոշում եք հայտնել, բայց եւս մեկ անգամ կցանկանամ սրա մասին ձեր դիրքորոշումը ասեք։ Այո, մենք ընտրություններին մասնակցող այս պայն միակ ուժն ենք, որ ասում ենք այն չենք ստորագրելու։ Մնացած բոլորն ասում են ստորագրելու են։ Մենք գտնում ենք, որ այս պայմանագրի ստորագրողները պետք է դատվեն։ Ինչու, որովհետեւ նրանք ըստ էության ստորագրել ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բանավոր նաև հայտարարել են քառակուսի կիլոմետրը, որը որ ճանաչում են, սակայն Հայաստանի Հանրապետությունը քառակուսի կիլոմետրով Ադրբեջանի կողմից չի ճանաչվել եւ առանց քարտեզի այս փաստաթուղթը ստորագրվել է։ Սա ես կարծում եմ հանցագործություն է։ Հաջորդը, որ այնտեղ կետեր կան, պատերազմի բովով անցած մեր քաղաքացիների դեմ, այնտեղ հստակ կետ կա, որ պետք է Ադրբեջանի անհայտ կորած անձանց մենք փնտրենք, նրանց ճակատագրերը պարզենք, քրեական գործեր հարուցենք, արդարադատություն իրականացնենք, նրանց ճակատագրերի վերաբերյալ, այսինքն կարող են հայ քաղաքացիներ դատվել։ Օրինակ դուք։ Եվ նաև այլ կետեր կան, օրինակ երրորդ ուժերի բացառումը հայ-ադրբեջանական համատեղ սահմանի երկայնքով,
որը էլի չի կարելի նման դրույթ ունենալ, դարձնել երկիրը հաշմանդամ, ապագա մեր սերունդների համար, ոչ մի բան չկարողանան անել, պատկերացնեք ինչ որ ժամանակ է գալիս, ուզում են ֆրանսիական ռազմաբազաներ դնեն, ինչ որ Սյունիքում եվրոպացի դիտորդներն են։ Եվրոպացի դիտորդները պետքա դուրս գան, երբ որ պայմանագիրը վերջնական կստորագրվի։ Այնտեղ գրված չի զինված ուժ, գրված է ուժ, եւ իրենք մեկնաբանում են այդ կերպ։ Եվ ես ասեմ, որ նաեւ մեկնաբանությունների տանթերցումների հետ կապված վեճերի լուծման ոչ մի մեխանիզմ չկա այդ փաստաթղթի մեջ։ Դա էլ է խնդրեմ, եւ ո՞ին չունի ոչ մի միջնորդ, երաշխավոր, որևէ ինստիտուցիոնալ, հա, երաշխավոր վեճերի լուծման, որ մենք խնդիրներ ունենք, այդ խնդիրները լուծենք։ Այդ փաստաթղթը մենք չենք ստորագրելու, այդ փաստաթղթը բացարձակապես խաղաղության հետ կապ չունի, այն ուղղակի իշխանությունը պահելու համար, այս մարդիկ համաձայնվել են գնացել ստորագրել։ Այն կետերից որ ես խոսում եմ, այդ կետերին նաեւ այս իշխանությունը չի համաձայնել երկար ժամանակ։ Ուղղակի չգիտեմ ինչ է եղել, կամ լավ գիտեմ, ընտրություններին ընդառաջ որոշել են այդ անել, 25 թվականի հունվար ամսին իրենք համաձայնվել են բոլոր Ադրբեջանի կետերին։ Դա Ադրբեջանի փաստաթղթն է ըստ Իմիջիայլս առհասարակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ինչպիսի վերաբերմունք ունեք, որովհետեւ օրինակ մենք հաշվել ենք 10-ից ավելի խաղաղությունների տարբերակներ կան։ Ուժեղ, ինքնիշխան, չգիտեմ, իրական, իրատեսական ու անվերջ իրար հերթ չեն տալիս խաղաղությունների տարբերակներ առաջարկելով։ Դուք ինչպես եք վերաբերում այդ հարցին ու առհասարակ շեշտը դնում եք խաղաղության վրա, թե անվտանգության վրա, սեփական ուժերի վրա հենվելով։ Գիտեք, մենք խաղաղությունը որպես ինքը առանձին երևույթ չենք դիտարկում, որովհետև դա մթի պես մի բան է, մթությունը գոյություն չունի, եթե կա լույս, այսինքն ինքը գոյություն չունի, ինքը ուղղակի լույսի բացակայություն է։ Հիմա ի՞նչ է խաղաղությունը, չէ՞։ Խաղաղությունը անվտանգության համակարգի հետևանք է։ Եթե չկա անվտանգության համակարգ, չի կարող լինել խաղաղություն։ Խաղաղությունը հենց այնպես ինքը չի լինում։ Եթե չկա լույս, ուրեմն մութ է։ Հիմա չկա անվտանգության համակարգ, ասում են կա խաղաղություն։ Ես ասում եմ չկա խաղաղություն, մի մարդու կամքից կախված կամ մի մարդու հրահանգներից կախված, այսինքն մենք անվտանգային համակարգը պետք է վերականգնենք մեր, բնականաբար միայն մեզանով էլ չի դա, այսինքն պետք է գործընկերություն լինի, կոալիցված որոշակի հանգամանքներ պետք է լինեն, այսօր աշխարհում բոլոր փոքր երկրները կամ կոալիցված անվտանգային համակարգում են, կամ ինչ որ մեծ ռազմավարական գործընկերոջ հետ են այդ համակարգում եւ իրենց անվտանգությունը այդ ճանապարհներով են պաշտպանում։ Այսինքն առաջինը մեր բանակը բնականաբար վերականգնել եւ հետո նաեւ անվտանգային համակարգ, որը նաեւ միջազգային խաղացողներ է այդ տեղների գրավում։ Ահա դրա համար էի ասում, որ խաղաղության պայմանագրի կետը, որ Ադրբեջան-Հայաստան սահմանային երկայնքով բացառում է երրորդ ուժերի տեղակայումը, դա հենց նրա մասին է, որ Հայաստանը չի կարող կառուցել իր անվտանգային համակարգը այլ գործընկերների հետ։ Դե այդ կետը չի կարելի պահպանել։ Այսինքն դուք այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ վերացական խոսք չէ տալու, օրինակ լուսավոր խաղաղություն։ Չկա, նայեք, խաղաղություն բառը, եթե ուշադիր եք, ես չեմ ուշադիր եք, թե չէ։ Մենք քարոզարշավի ընթացքում չենք օգտագործում։ Ինչու՞։ Դե մենք գտնում ենք, որ դա Նիկոլ Փաշինյանի բառերի օրակարգն է, չի կարելի իր բառերով քարոզարշավ անել։ Այսինքն մարդիկ վերցնում են իր բառերը, մի քիչ փոխում են, սկսում են բառերն օգտագործել, չէ՞։ Մենք իր բառերով քարոզարշավ չենք անում, որովհետև իր բառերով քարոզարշավ նշանակում է սպասարկել իր օրակարգը։ Ցանկացած ուժ որ խոսում է խաղաղությունից, նա Նիկոլ Փաշինյանի համար ձայն է հավաքում։ Ոչ թե իր համար ձայն է հավաքում, այլ Նիկոլ Փաշինյանի համար ձայն հավաքում։ Հիմա դա ունը դեմից գրում է ուժեղ, իրական, արժանապատիվ, չգիտեմ, ինչ ուզում է խաղաղություն բառի արժևից գրվի, իրենք ըստ էության Նիկոլ Փաշինյանի համար են ձայն հավաքում։ Երկրորդ քաղաքական ուժն է մեր հետևած քաղաքական ուժերից, որ խաղաղության մասին գովազդ չան, այսինքն կա լուսավոր Հայաստան, կա ազգային ժողովրդական բևեռը, որ էլի խաղաղության գովազդ չի անում, չի մտել այդ դաշտ։ Ես ուղղակի ասեմ, որ օբյեկտիվություն է։ Արցախի հետ կապված Արցախի հարցը ձեզ համար ակտուալ է, ակտուալ չէ, ինչպես եք պատկերացնում Արցախի հարցը կամ արցախահայերի հարցը։ Արցախի, տեսեք, չկան մարդիկ, չկա հողը։ Հիմա մենք ունենք մարդկանց, ովքեր որ իրենց հողը վերադառնալու իրավունք ունեն։ Եվ այս մարդիկ, իրենց ժառանգները անընդհատ այդ վերադարձի իրավունքը ունենալու են։ Ուզում է տասնյակ տարիներ անցնի։ Ինչ կարգավիճակ։ Հետևաբար այդ վերադարձի իրավունքը պետք է արձանագրել, դա պահել արտաքին քաղաքական օրակարգում, որից հետո նաև կարգավիճակի հարցը քննարկել։ Այսինքն մենք հասկանում ենք, որ
բնիկ ժողովուրդներն ունեն հատուկ իրավունքներ տվյալ հողի վերաբերյալ եւ կարգավիճակի հարցը պետքա բխեցվի իրենց այդ իրավունքից, որովհետեւ երբ որ մենք տեղերը փոխում ենք, չէ, ասենք անվտանգությունը կարգավիճակի առաջանկներում կամ ընդհակառակը, մենք հանգելու ենք նախկին բանակցային գործընթացին, որը այլևս տապալված է։ Այն ժամանակ ինչ են ասում են անվտանգություն կարգավիճակի դիմաց կամ կարգավիճակ անվտանգության դիմաց։ Չեն հստակեցնում Ադրբեջանի կազմում կարգավիճակը, Հայաստանի կազմում անորոշ կարգավիճակ։ Իրականությունը հետևյալն է, որ մեզ լսողների համար, որովհետեւ ավելի հասկանալի լինի այդ նույն շահառու մարդիկ էլ, այսինքն Արցախ հայերի համար ավելի պարզ լինի, լուսավոր Հայաստանի առաջարկած թեզը։ Արցախ հայերը վերադարձի իրավունքը ինչպիսին է լինելու, այսինքն սեփականության նկատմամբ իրավունք, տուրիստական ոնց որ հիմա գնում են Արևմտյան Հայաստան, կարողանում են գնալ, որպես տուրիստ են կարողանալ գնալ Արցախ հետ գալ, թե Արցախի առաջերտն Արցախի կարգավիճակն է առաջ քաշվելու, որպեսզի ինչ որ անվտանգ զոնայում կարողանան Արցախահայերը հետ գնան ու տեղ կանեն իրենց հողի, որ մեզ լսողներ կարողանա պատկերացում կազմել, հստակ պատկերացում։ Հողը հնարավոր է հետ բերել միայն պատերազմով։ Միայն։ Հիմա Հայաստանը չի կարող պատերազմի մեջ մտնել, չէ, ասել գնում ենք պատերազմով հող հետ բերելու։ Դա բոլոր քաղաքական ուժերը հասկանում են, կան քաղաքական ուժերը ասում են դե որ քանի որ չի կարող, այդ հարցից էլ բերեք ձերբազատվենք, այդ հարցն է մի դերեք օրակարգում։ Օրինակ ԿՊ-ն կամ էլի ուժեր կան։ Մենք ասում ենք հետեւյալը, որ մարդկանց վերադարձի իրավունքը անկախտել իրանց իրավունքն է։ Դու ուզենաս դա արձանագրես, չուզենաս արձանագրես, իրանք այդ իրավունք ունեն։ Այդ իրավունքի հարցը բերեք արտաքին քաղաքական օրակարգ, որտեղ դա նաև մեր շահերին է պաշտպանելու, ինչի որտեղ Ադրբեջանին զսպելու է Հայաստանի նկատմամբ նկարտումներից, եւ ապագայում այդ հարցը օրակարգում պահելով մենք կտեսնենք որքանով է իրատեսական հարցի շահունակության ուղղությամբ աշխատել։ Մնացած մասով ով ինչ ուզում է ասի, որ ինքը ոնց կբերի Արցախը, բան, դե բնականաբար ֆանտազիայի բնագավառից է, էլի։ Ոչ մի ուրիշ երկիր չի գնալու մեր համար Արցախը հետ ազատագրի տա մեզ։ Եվ հետեւաբար մենք էլ չենք կարող մեր Արցախահայերին ասել այս մասով, բայց մենք կարող ենք ասել հետեւյալը, որ Ժորժ ջան, այդ իրավունքը պետքա պահել։ Հիմա պատկերացնենք մեկը տուն է կորցրել Արցախում, բայց սեփականության վկայականը սուրբ հարած պահում է։ Մեկը չէ, հազարավոր մարդիկ։ Ինչու է դա անում։ Որտեւ գիտի որ փոխհատուցման իրավունք ունի։ Գիտի որ եկուս կարա բան փոխվի գնա հետ վերցնի։ Հազարոմի նմանատիպ հարցեր կան։ Այսօրվա իշխանությունը ինչ անում, ինքը ուզում է հարցը փակի, մտածելով որ հարցը փակելով լավություն անելով Ալիևին կստանա համարժեք լավություն, չի ստանալու, որտեվ իրենք Հայաստանի վերաբերյալ ոչ մի հարց չեն փակելու։ Եվ Արցախի հարցից մնացել է միայն է ժողովրդի վերադարձի հարցը, այս պահին։ Մնացած բոլոր հարցերը ինչ որ բացենք մենք, դրանք բացարձակ որևէ ձևի միջազգային հիմա քաղաքականության մեջ առաջ մղելու տեղ չկա։ Մենք առաջարկում ենք Արցախի հարցով Հայաստանի կողմից հայց ներկայացնել միջազգային արդարադատության դատարան, այն նախադեպային գործի հիման վրա, որը հենց հիմա քննվում է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն ընդդեմ Իսրայելի Պաղեստինի ժողովրդին Գազայում էթնիկ զտման եւ ցեղասպանության գործով։ Ցեղասպանության կոնվենցիայի մաս ենք մենք իրավունք ունենք, ես դա առաջարկել եմ կառավարությունում։ Եթե մենք լինենք իշխանություն կամ անգամ խորհրդարան լինենք, մենք այս հարցը առաջ ենք բերելու, որ պետք է անպայման Ադրբեջանին դատի տալ։ Բնականաբար չի կարելի հավատալ, որ դատի արդյունքում ժողովուրդը հետ է գնալու այդ երկիր, քաղաքական գործընթաց շարունակել։ բայց դա գործընթացը օրակարգը պահելու շատ կարևոր հանգամանք է։ Եվ նաև այս իմաստով, տեսեք, ամբողջ աշխարհում բազմաթիվ փոքր ազգեր իրենց իրավունքները պաշտպանում են, տարբեր մեթոդներ են փնտրում եւ գտնում, եւ նաև դրա դիմաց աջակցություն են ստանում։ Որևէ ազգ, որը հրաժարվում է իրավունքներից, որևէ տեղից աջակցություն չի ստանալու։ Մենք դեռ ոչ մի քայլ չենք արել, բայց ասենք կարող բայց էլ աջակցություն ստանում ենք, օրինակ Վեսթալյանը հարց բարձրացնում, աշխարհը բան չի անում, հարց բարձրացնում, օրինակ մեր քաղաքական ուժը չի գնացվել, նաև հենց այդ պատճառը, որ Արցախի մասով գրել ենք, որ բանակցային գործընթացը պետք է բաց պահել, բայց մենք հասկանում ենք, որ հարցը ունի ուժային լուծում։ Այսա մեր այսօրվա պետական ռեգիստրում խնդիր է առաջացնում։ Չնայած որ ես ասեմ, թե ինչի չեն իրանք գրանցել ձեզ, որովհետև այսպես կոչված խաղաղության նախաստորագրված պայմանագրում կետ կա, որ կողմերը պետք է իրենց տարածքում կանխեն, պայքարեն մյուսի նկատմամբ տարբեր ոտնձգություններ պարունակող գործունեությունը։ Այսինքն ցանկացած ուժ, որը կձևակերպի տեքստով, դա այդ պայմանագրի կետերի համաձայն Ադրբեջանը կարող պահանջի, որ այդ ուղղությամբ աշխատի։ Մենք կողմնակալ ենք համաձայն միջազգային իրավունքի։
Դե նայ Հայաստան այդքան էլ պայմանագիրը վերջնականապես վավերացված չի, մեր բախտը դեռ բերել է, որ մենք շանս ունենք դա վերանայելու։ Այն հենց վավերացվեց դառնալու է Հայաստանի Հանրապետության օրենսդրության մաս եւ գերակա է լինելու անգամ մեր միջազգային մյուս փաստաթղթերից եւ այն գործելու է անմիջականորեն։ Եվ վերջին հարցը մենք հասկանում ենք, որ դոմինանտ քաղաքական ուժերը բոլորը գնում են խաղաղության օրակարգով այս պահին ու արդեն պարզ է դառնում, որ այդ խաղաղությունը ինքը թարգմանաբար նշանակում է Ալիևի սահմանադրություն, որտեղ Ալիևը պահանջներ է ներկայացնում խաղաղության մասին խոսելու հետ կապված, ասում է ոչ թե կստորագրեմ, այլ կխոսեմ, կշարունակեմ խոսել խաղաղությունից ձեր հետ, երբ որ դուք կատարեք իմ որոշակի պահանջներ, որից առաջտային պահանջը դրվել է սահմանադրությունը փոխելը, անկախության հռչակագրի հղումը այնտեղից հեռացնելը։ Հիմա մի պահ պատկերացնենք, ես դիրքորոշումներ գիտեմ այս հարցի հետ կապված, բայց մի պահ պատկերացնենք, որ այս խաղաղության կուսակցությունը, այսինքն Եռագլխանի ՀՀՇ եւ քաղաքացիական պայմանագիրը, իրենք միասին խաղաղության օրակարգը սպասարկողներ են, անցնում են պարլամենտ ու գնում են սահմանադրական հարաքվեի։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է լինելու։ Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է թույլ չտալ, որ հանրաքվեն դրվի։ Որտեղ եթե հանրաքվեն դրվում է որպես այդպեսին, այն արդեն իսկ ապապետական է, այն արդեն իսկ ապազգային է, այն արդեն իսկ պրոբլեմատիկ է մեր համար, որովհետև եթե այն դրվում է, նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ընդունում է, որ Ադրբեջանը ճիշտ է ասում, որ սահմանադրության նախաբանում կա պրոբլեմ, տարածքային պահանջ։ Եվ եթե հանկարծ ժողովուրդը դեմք վերքի դրան կամ քվորում չապահովի, համապատասխան եւ մերժվի այն այդ պարագայում, այսինքն բոյկոտի կամ դեմք վերքելու, դա նշանակելու է, որ Ադրբեջանն արձանագրել էր, որ մենք իրենցից ունենք տարածքային պահանջ, մենք դա ընդունել ենք օֆիցիալ, ի հեճուկս մեր սահմանադրական դատանի որոշման, որ ասում է չկա նման բան, եւ դրել ենք ու պարտվել ենք։ Հետեւաբար Ալիևին ասում ենք, մեր ժողովուրդը ունի տարածքային պահանջ։ Սա մի սցենարը։ Առաջին սցենարը, որ իշխանության ուզած սցենարն է, ժողովուրդը գնացի, այո, ինքն իր սահմանադրության մեջից հանի անկախության հռչակագրի հողումը եւ այսինքն ոնց որ դու ինքդ սպանես, ոչինչ չասնես քո ծննդյան վկայականը։ Դա էլ հղի է այլ համակամանքներով, ես կարծում եմ, որովհետեւ շատ այլ երկրներ տարածաշրջանային հնարավոր է մեզ այլևս չճանաչեն որպես պետություն այս տարածքով։ Այսինքն այն հղի է տարաբնույթ բաներով եւ որևէ մեկը չի կարող իշխավորել, որ այդ մի պայմանն էլ կատարելով Ալիևի այլ նոր պայմաններ չեն լինելու։ Ալիև պայմաններն անվերջ են, մենք իմիջիալս ամենօրյա ռեժիմով ենք հետևում, այդ Արմենիան-Ադրբեջան ինստիտուտը իրենք որ ստեղծել են, տարիքը իրենք անընդհատ են աշխատում այդ ուղղությամբ։ Հիմա ԿՊ-ն օրինակ ասում է 300,000 ադրբեջանցիների հարցը թշնամական օրակարգ է, բայց չնայած իրենք որ Ադրբեջանը թշնամի չեն համարում, բայց Ադրբեջանում հետևողական աշխատանք են կատարում ու իրենք դրանից են սարսափում։ Ամեն կերպ ուզում են ստեղ լրացնել, բայց վերջում եթե դրվեց իրենք հասան նրան, որ հարաքվեն դրվել է։ Լուսավոր Հայաստան կուսակցության գործողությունը, որ ճամբարում է գտնվելու, որ խրամատում է գտնվելու Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ոչի ճամբարում, արդեն բնականաբար այո ճամբարը այո ճամբարում չի կարող լինել, ես արդեն ասացի։ Բոյկոտի թե բոյկոտի ճամբար։ Ես կարծում եմ բոյկոտ ոչ նույն բանն է լինելու եւ պետք է կենտրոնանալ այն թույլ չտալ, որ տեղի ունենա։ Որովհետեւ այն դրվում է արդեն պրոբլեմ է։ Այսինքն միայն ինքն իր էությամբ պրոբլեմ է եւ ես կարծում եմ, որ պետք է այն կանխել։ Հասկացա։ Շնորհակալություն, պարոն Մարուկյան։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ լավ օրվա։